Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 27 Տերն է թագավոր Հավիտյանս Հավիտենից, Սաղմոս 10-րդ գլուխ 16-րդ խոսք։ Հիսուս Քրիստոսն ինքնակոչ բռնապետ չէ, ով հավակնում է աստվածային իրավունքին, նա իսկապես և ճշմարտապես Տիրոջ օծյալն է, որովհետև Աստված հաճեց, որ աստվածային ամբողջ լիությունը նրանում բնակվի։ Կողոսացիս 1-րդ խոսք։ Աստված նրան է տվել ողջ զորությունն ու իշխանությունը, որպես Աստծո որդի, նա հիմա իր եկեղեցու գլուխն է ամեն բանից վեր և կառավարում է երկինքը, երկիրը ու դժոխքը, կյանքի և մահվան բանալիները կրելով իր գոտու վրա։ Որոշ իշխաններ իրենց թագավոր են կոչել ժողովրդի ձայնի իրավունքով, և անշուշտ, մեր Տեր Հիսուս Քրիստոսն այդպիսին է իր եկեղեցում։ Եթե քվեարկության դրվեր այն հարցը, թե արդյոք նա պիտի լինի եկեղեցու թագավորը, յուրաքանչյուր հավատացող կթագադրեր նրան։ Օ եթե մենք կարողանայինք տալ նրան իրեն վայել փառքը։ Ոչինչ, որ փառավորում է Քրիստոսին, չի կարող չափից ավելի շատ լինել։ Նույնիսկ չարչարանքը վայելք է և կորուստը ձեռք բերում, երբ դրանց միջոցով նրա գլուխն ավելի պայծառ պսակներով է զարդարվում և նա ավելի փառավոր տեսք է ստանում մարդկանց և հրեշտակների աչքերում։ Այո, նա թագավորելու է։ Կեցցե թագավորը, օրհնյալ լինի Հիսուս Քրիստոսը։ Առաջ եկեք դուք, որ սիրում եք ձեր Տիրոջը, խոնարհվեք նրա ոտքերի առաջ և նրա ճանապարհը ծածկեք ձեր սիրո շուշաններով ու գոհունակության վարդերով։ Այստեղ բերեք արքայական պսակը և նրան թագադրեք որպես ամեն բանի Տեր։ Ավելին, մեր Տեր Հիսուսը թագավոր է Սիոնում հաղթանակի իրավունքով։ Նա նվաճել և իր վերահսկողության տակ է վերցրել իր ժողովրդի սրտերը, սպանելով բոլոր թշնամիներին, որոնք գերության մեջ էին պահում նրանց։ Իր արյան կարմիր ծովում նա խորտակել է մեր մեղքերի փարավոնին։ Եվ միթե նա չի թագավորելու Հեսուրունում, նա ազատել է մեզ երկաթե լծից և օրենքի ծանր անեծքից, և միթե մեր ազատարարը չի թագավորելու։ Մենք ենք նրա բաժինը, որոնց նա իր սրով և աղեղով փրկել է ամորհացիների ձեռքից։ Եվ ով կարող է հափշտակել մեզ նրա ձեռքից։ Հավիտյան փառք քեզ Հիսուս թագավոր, մենք ուրախությամբ ընդունում ենք քո տիրապետությունը, հավերժ թագավորիր մեր սրտերում, ով խաղաղության իշխան։